սուբյեկտ կա, որ կարա դրա պատասխանել։ Դա առաջին իրավապահ մարմինն է։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, ես վստահ եմ իրանք գործ։ Եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, արձագանքել։ Երկրորդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդի գնահատականը երկրորդ սուբյեկտը չէ, ինչպես նայեք արգելի ասեց, որ ինչ-որ խախտում է, խախտում չի, լսեք, ես գիտեի չէ որ ոստեղ, ես նայում եմ, եթե Աբյանից էի կարծում, Սասունյանը էի կարծում, ես գիտեի չէ որ մոտենալու է, ես կարայի չէ վաղը գայի, դիպ ուժ գայի, կամ տեսապելուց, ձեզ թողում է ես անհատ մի կոգի խոսատատի դեպքում, ես չգիտեմ ինչ նամակարություն ես ձեզ պատասխանեցի, դուք դաշտոնյա եք, դուք ազգային ժողովի նախագահ եք, հերիքա այդ դեմ կլինի ես իմ պատասխանը տամ, իսկ դուք ձեր զսպվածությունը, դուք ձեր գնահատականը, ձեր զսպվածության, ձեր մեր հետ շփվելու գնահատականը տեսել եք, ես հերիքա այդ դեմ տակ եւ համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, ամեն ինչ բանալ չի լինելու։ Ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխափնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, մեր, չգիտեմ, օրենքի նկատմամբ հարգանքին, որևիցե մեկը թող չխափնվի ու կրկնում եմ, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանքեր, այդ կուսակցության, չգիտեմ անունը, ես իմ հա, տեսեք նույնիսկ անունը չգիտեմ, կազմակերպված, հանգստից հետ 3 օրդ կասես, մի մոռացի, բանան, 3 օր էր, ես քեզ կհիշեցնեմ, ուրեմն իրանք կազմակերպել են եւ տեղի ունեցել են, ինչ-որ տեղի ունեցել, այլ բան կա չկա ունեցել, գալա գնամ քաղաք, մի րոպե, մի հատ տենան 3 օր ինչ ասում, հետո ասում, անպայման քո հարցին կպատասխանեմ, 3 օր է 3 օրը ծնողները ազգային ժողովի հենց դիմաց են, մուտքի մոտ ձեզ են պահանջում, ավելի ձեզ անգամ գրություն են өгում։ Ինչու հենց 3 ձեզ չէին զեկուցել ձեր աշխատակիցներ այսքան թիկնազորը։ Ես մտածում եմ ավելի բարձր։ Կարող եք եզրակացնել, տվեք ավարտել։ Կարող եք եզրակացնել, որ դուք հատուկ այդ օրը ոտքով որոշեցիք իջնել եւ անձամբ սադրել։ Չէ, չեք կարող, որովհետև նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել, երբ որ ժամանակին ես ձեզ չեմ ընդհատել, չէ, ես ձեզ չեմ ընդհատել, կարող եմ պատասխանեմ ձեր հարցին։ Երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրանից իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ կողմ կանգնեք, գնալ ինձ տեսնի։ Անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել են։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր падգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակ կապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի է վերջացնել։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին բան։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցը։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցել եմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի է, որտեղ նիստերը ավարտվել էր։ Հարցել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանում է նրանում, որ ես ընդհանուր չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանուր եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ ածել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց։ Եվ հիշում եք, որ այդ պատին ձեզ դեմ շտակ են հանրային պաշտոնյա եկել են, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ դուք ավելի
հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղ ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ Ընդհանրապես նույնաբովանդակ ավարտեցիք, ավարտեցիք, ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող են, քան կարա լինի։ Եվ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատական ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կտա հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ դա նույնպես SMS-ով եկած հարցա, թե ձեր անձնական Ես շնորհակալություն եմ հայտնում։ Այսօր Երևան, որ ժողովուրդը նորաթերթի SMS-ով ուղարկել են նյութ, որ դուք տեղադրեք։ Դուք ձեր որակը դուք գնացեք, դուք եք SMS-ով հայրանքով ձեր գործունեությունը իրականացնում։ Թքում եք քաղաքացու վրա անպատիժ ամեն Ես չեմ զարմանա, որ մի օր դուք սկսեք հայոյել, ուղիղ եթերում, որովհետև ձեր մակարդակը, ես եթե SMS եկավ, ես այդ դաստիարակությունը չունեմ։ Ես այդ դաստիարակությունը չունեմ։